Բուժաշխատողների օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներն ավանդույթի են վերածվում։ Հանրապետական բժշկական կենտրոնի բժիշկներից կազմված մշակութային թիմի նախաձեռնությամբ անցած տարի նմանատիպ միջոցառում է կազմակերպել Մարտակերտում, եւ ահա բուժաշխատողների նվիրված հերթական հանդիսավոր երեկույթը կայացավ 3 Մարտունում։ Արցախի պետական աշինության գործում շարունակում են իրենց անուրանալի ներդրումն ունենալ մեր բուժաշխատողները։ Բազմաթիվ կյանքերի գունով նվաճած մեր ազատության մարտիկներից էին առողջապահության ոլորտի ներկայացուցիչները։ Նրանց կատարած գործն անգնահատելի է հատկապես Արցախյան ազատամարտի տարիներին։ Միջոցառման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին նահատակված բուժաշխատողների հիշատակը։ Անշուշտ, Մարտունու շրջանի բուժծառայությունը փառքով է կատարել իր առջև ծառացած խնդիրները, որի հիմնական գրավականը մասնագիտական հարուստ անցյալն ու ներկան է։ Միջոցառման կազմակերպիչներն անդրադարձան շրջանի առողջապահության համակարգի անցած փառավոր օղուն ու համակարգի նվիրյալներին։ Երեկոն հագեցած էր շնորհավորանքներով ու բարեմաղթանքներով։ Մասնագիտական գործունեության նկատմամբ ունեցած բարեխիղճ վերաբերմունքի եւ անբասիր աշխատանքի համար առողջապահության նախարարի պատվոգրերին են արժանանում շրջանի մի խումբ բուժաշխատողներ։ Երախտիկի խոսքով հանդես եկավ ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը։ Խորհրդարանի ղեկավարը բուժաշխատողների առաքելությանը ամենամարդասիրական որակումը տվեց։ Ես պատկերացնում եմ, թե ինչ է նշանակում բուժաշխատող։ Մեկ-մեկ ես զարմանում եմ, թե մարդ ոնց կարող է առանց պարտադրանքի այդպիսի մասնագիտություն ընտրել։ Զգալով, որ ինքը ամբողջ կյանքը անհանգիստ է անցկացնելու։ Երիցս իհարկե մեծարման է արժանի հենց այդպիսի մասնագիտություն ընտրող մարդիկ, եւ շատ ճիշտ է այն դիտարկումը, որ ամենամարդասիրական մասնագիտությունն է բուժաշխատողը։ Լինեն դա բժիշկները, լինեն բուժքույրերը եւ բոլոր նրանք, ովքեր ապահովում են առողջապահության համակարգը։ Ազգային ժողովի նախագահի պատվոգրին արժանացավ նաեւ Մարտունու շրջանային հիվանդանոցի բժիշկ, անեստեզիոլոգ, ռեանիմատոլոգ Գագիկ Ստեփանյանը։ Ուրախ եմ, որ այսպես մի ամուր բժշկական կոլեկտիվ կա ամբողջ Արցախում։ Ցանկանում եմ մնացած բուժմիավորներում նույնպես կատարվի այն ինչ որ արդեն կատարվել է Մարտակերտի եւ Մարտունու շրջանում եւ ցանկանում եմ բոլոր բուժաշխատողներին անամ երկինք եւ ամենակարևորը աշխատեն խաղաղ պայմաններում։ Բազմազավակ, ամենաերիտասարդ եւ ամենագեղեցիկ այս 3 անվանակարգերում շրջանի բուժաշխատողների համար հաճելի անակնկալ ուներ վարչապետ Արայիկ Հարությունյանը թանկարժեք նվերների տեսքով։ Մարտունու շրջանային հիվանդանոցում մանկաբարձ գինեկոլոգ Շաքե Խաչատրյանն արդեն 2-րդ տարին է աշխատում։ Ամենաերիտասարդ բուժաշխատող անվանակարգում արժանացել է դյուրակիր համակարգչի։ Կարճ ժամկետում աշխատելով Մարտունիում ու արժանանալով նման վերաբերմունքի շատ մեծ անակնկալ էր ու շատ շնորհակալ եմ։ Շատ լավ կազմակերպված միջոցառում էր, անակնկալներով լի, հպարտ եմ, որ նման միջոցառմանը մասնակցում ենք եւ ուշադրության ենք արժանացել։ Հանդիսավոր միջոցառման հեղինակները Հանրապետական բժշկական կենտրոնի 6 բուժաշխատողից կազմված մշակութային թիմն է։ 3 տարի առաջ 11 նախարարությունների միջև կազմակերպված մշակութային մրցույթի հաղթողներն են։ Երգիծանքը, հումորը, սրամոտությունը բնատուր է նրանց եւ ընդհանրապես ասում են բժիշկները նախ եւ առաջ արվեստագետներ են։ Գուցե հենց դրանում է հաջողված միջոցառումների գաղտնիքը։ Մենք աշխատում ենք այդ մեր ունեցած հնարավորությունները ծառայեցնել իշա բուժաշխատողների։ Դա կարելի ասած արդեն ոչ թե ավանդույթ է, այլ պարտադիր հանգամանք, որովհետև հնարավոր չէ զբաղվել լավ բժշկությունով, եթե չունենաս մշակութային ձիրք։ Եվ պարտադիր չէ մարդ երգի, բժշկի մասին է, երգի, արտասանի, ամեն դեպքում եթե ներքուստ կա մշակութային այդ հնարավորությունները, դա ծառայեցվում է իշա լավ բժշկագիտությամբ։ Բուժաշխատողների օրվան նվիրված հանդիսավոր միջոցառման գեղարվեստական մասն ապահովում էին Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները։ Կազմակերպիչները ոչինչ չեն խնայել շրջանի բուժոլորտի ներկայացուցիչների օրը հիշարժան դարձնելու համար։ Գեղեցիկ մտահղացում է գեղեցիկ բժիշկների եւ բանիմաց բժիշկների թիմի կողմից, որը նախարարության կողմից դեր տարիներ առաջ օժանդակվեց եւ իրականություն դարձավ ու այսօր արդեն կարող ենք ասել, որ դա ավանդույթ է դարձել։ Այսքան բուժաշխատողների ժպիտները դեմքներին եւ այն բավականությունը, որ ուրախությունը, որ նրանց դեմքերին կարծում եմ արդեն պատասխանը պարզ է։ Առողջապահության ոլորտում ավանդույթի վերածվող տնական այս միջոցառումները կընդգրկեն նաեւ մյուս շրջանները նոր անակնկալներով ու թարմացված համերգային ծրագրով։ Գենադի Երեմյան, Մերուժան Հայրապետյան, օր։